Բարի գալուստ բուժատետեր, մինչ սկսել է մեկնաբանությունների հատվածում գրեք, թե որ երկրից եք դիտում մեր տեսանյութերը։ Արդյոք գիտեիք, որ անվնաս թվացող սեխը կարող է վերածվել իսկական դանդաղ գործողության ռումբի ձեր օրգանիզմի համար։ Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում ամեն տարի հայտնվում են հիվանդանոցում կամ տառապում են սուր աղիքային ցավերից միայն այն պատճառով, որ չգիտեն սեխ ուտելու տարրական կանոնները։ Նրանք այն համադրում են սխալ մթերքների հետ, ուտում են սխալ ժամին եւ նույնիսկ չեն պատկերացնում, թե ինչպես է պետք այն լվանալ կամ պահել։ Այս թողարկմանը մենք մանրամասն կխոսենք այն մասին, թե ինչպես ճիշտ ուտել սեխը, որպեսզի չթունավորվեք եւ չվնասեք ձեր առողջությունը։ Սկսենք ամենակարևորից՝ սեխի օգտագործման կուլտուրայից։ Սեխը բնությամբ մենակյաց է, այն չի հանդուրժում ոչ մի հարևանություն իր կողքին։ Ուտելու ճիշտ ժամանակը։ Ամենամեծ սխալը, որ անում են մարդիկ, սեխը որպես դեսերտ օգտագործելն է հարուստ խորովածից, ճաշից կամ ընթրիքից անմիջապես հետո։ Ինչ է տեղի ունենում։ Սեխը ստամոքսում գրեթե չի մարսվում, այն արագ անցնում է աղիքներ, որտեղ էլ ներծծվում է։ Բայց եթե ձեր ստամոքսը լիքն է մսով, հացով կամ այլ սննդով, սեխը խցանվում է ստամոքսի վերին հատվածում։ Ջերմության ազդեցության տակ սկսվում է բուռն խմորման գործընթաց։ Առաջանում են գազեր, սուր ցավեր, սրտխառնոց եւ փորլուծություն։ Կանոն՝ սեխը պետք է ուտել հիմնական սննդից 1-ից 1.5 ժամ առաջ կամ սնվելուց 1-ից 1.5 ժամ հետո։ Այն պետք է լինի առանձին սնունդ ընդունում։ Չի կարելի սեխը ուտել ընթրիքից անմիջապես հետո։ Մահացու եւ վտանգավոր համադրություններ։ Երբեք մի համադրեք սեխը հետեւյալ մթերքների հետ։ Կաթնամթերք, կաթ, մածուն, թթվասեր, կեֆիր։ Սա իսկական աղետ է որովայնի համար։ Երաշխավորվում է սուր լուծը եւ ջրազրկումը։ Հաջորդը սառը ջուր կամ գազավորված ըմպելիքներ։ Սեխից հետո սառը ջուր խմելը բերում է ստամոքսի կտրուկ սպազմի եւ ուժեղ փորափքանքի, գազերի եւ փքվածության։ Ալկոհոլային խմիչքներ։ Սեխի եւ ալկոհոլի համատեղումը ստամոքսում առաջացնում է գարեջրի գործարանի էֆեկտ, առավելագույն գազագոյացում եւ թունավորման նմանվող ախտանիշներ։ Եվ իհարկե մեղր։ Թեև երկուսն էլ քաղցր են, արևելքում հնուց համարվում է, որ սեխի եւ մեղրի համադրությունը կարող է ստամոքսում առաջացնել անանցանելիություն, խցանում։ Եթե ամփոփենք այս հատվածը, ապա նշենք, որ սեխի հետ չափազանց վտանգավոր է մեղրի օգտագործումը եւ չափազանց վտանգավոր է կաթնամթերքի հետ համատեղումը։ Զգուշացեք այս համադրությունից, այլապես կհայտնվեք հիվանդանոցում։ Երրորդ՝ չափաբաժինը։ Նույնիսկ բացարձակ առողջ մարդուն խոր չի տրվում միանգամից ուտել կես կամ 1 ամբողջ սեխ։ Օպտիմալ չափաբաժինը 300-ից 200 գրամն է օրական, բաժանած մի քանի մասերի։ Ինչպես ճիշտ ընտրել եւ պահել սեխը։ Որպեսզի սեխից չթունավորվեք, այն պետք է ճիշտ ընտրել դեռ շուկայում կամ խանութում։ Ինչպես ընտրել անվտանգ եւ քաղցր սեխ։ Գնման ժամանակը։ Մի գնեք սեխը մինչև օգոստոսի սկիզբ։ Վաղահաս սեխերը աճեցվում են հսկայական քանակությամբ նիտրատների եւ քիմիկատների օգնությամբ։ Անուշահոտություն։ Հասած սեխը ունի տաք, մեղրային, տանձի կամ վանիլի բույր։ Եթե բույր չկա կամ այն հիշեցնում է թարմ խոտի, ապա սեխը հում է։ Իսկ եթե հոտը տհաճ է, թթված է, ապա նշանակում է, որ սեխը փչացած է։ Կեղևի վիճակը։ Կեղևի վրա չպետք է լինեն ճաքեր, սև կետեր, փոսեր կամ փափուկ մասեր։ Ճաքերի միջոցով բակտերիաները վայրկենապետ ներթափանցում են քաղցր միջուկի մեջ, բազմանում եւ աղեստամոքսային համակարգի խնդիրները պատրաստ են։ Ձայնը։ Ձեռքով թեթև հարվածեք սեխին։ Ի տարբերություն ձմերուկի, այն պետք է զնգա։ Հասած սեխի ձայնը պետք է լինի խուլ։ Պոչիկը եւ քիթը։ Պոչիկը պետք է ամբողջությամբ չորացած լինի, իսկ հակառակ կողմը, որտեղ ծաղիկն է եղել, պետք է լինի թեթևակի փափուկ։ Եթե այն քարի պես կոշտ է, ապա սեխը դեռ չի հասել։ Ինչպես պահել սեխը։ Լվանալու ոսկե կանոնը։ Տուն բերելուց հետո նախքան կտրելը սեխը պարտադիր պետք է լվանալ տաք ջրով եւ օճառով կամ խոզանակով։ Սեխը աճում է հողի վրա եւ կտրելիս դանակի կեղևի բակտերիաները տանում են ուղիղ միջուկի մեջ։ Սառնարանում պահելը։ Կտրված սեխը սենյակային ջերմաստիճանում կարելի է թողնել ընդամենը 2-3 ժամ։ Նրանից հետո այն պետք է դնել սառնարան, ծածկելով սննդային թաղանթով կամ կոնտեյներով։ Չի կարելի պահել 2 օրից ավելի։ Նիտրատների գոտի։ Երբ ուտում եք սեխը, երբեք մի կերեք միջուկը մինչև վերջին միլիմետրը։ Նիտրատների եւ քիմիկատների 90%-ը կուտակվում է կեղևի մոտ 1-2 սանտիմետր հաստությամբ շերտում։ Այժմ անցնենք սեխի հարուստ կազմին եւ կներկայացնենք 7 օգտակար հատկությունները։
Եթե դուք պահպանում եք բոլոր կանոնները, սեխը դառնում է ձեր առողջության համար լավագույն դաշնակիցը։ Տեսնենք, թե ինչ է պարունակում 100 գրամ սեխը։ Ջուր 90%-ով, կալորիաներ ընդամենը 33 կիլոկալորիա, այսինքն ավելորդ կիլոգրամներ չեք կուտակի։ Վիտամին C պարունակում է օրվա նորմայի գրեթե կեսը։ Բետա-կարոտին, վիտամին A հզոր հակաօքսիդանտ է չափազանց կարևոր տեսողության համար։ Բացի այդ, պարունակում է սիլիցիում, կալցիում, մագնում, ֆոլաթթու եւ իհարկե երկաթ։ Սեխի օգտակար հատկությունները։ Առաջին, բարձրացնում է տրամադրությունը, սպանում սթրեսը։ Սեխը խթանում է սերոտոնինի երջանկության հորմոնի արտադրությունը։ Եթե ունեք վատ տրամադրություն, անհանգստություն կամ քրոնիկ հոգնածություն, մի քանի կտոր սեխը կվերադարձնի ձեր ներքին հանգստությունը։ Երկրորդ, պաշտպանում է սիրտը եւ մաքրում է անոթները։ Կալիումի եւ մագնիումի բարձր պարունակությունը կարգավորում է արյան ճնշումը, իսկ սեխի մեջ առկա ադենոզին նյութը ջրիկացնում է արյունը, կանխելով թրոմբների առաջացումը եւ նվազեցնելով սիրտանոթային հիվանդությունների ռիսկը։ Հաջորդը աղիքների բնական դետոքս։ Սեխի նուրբ բջջանյութը գործում է սպունգի պես։ Այն ներծծում է աղիների տոքսինները, թափոնները եւ նրբորեն դուրս է բերում օրգանիզմից, ազատելով քրոնիկ փորկապությունից։ Հաջորդը հեռացնում է այտուցները եւ մաքրում է երիկամները։ Սեխն ունի ուժեղ, բայց մեղմ միզամուղ ազդեցություն։ Այն հեռացնում է ավելորդ հեղուկը, վերացնում է ոտքերի, աչքերի տակի այտուցները, ինչպես նաեւ լվանում է երիկամների ավազը։ Հաջորդը երիտասարդության էլիքսիր մաշկի եւ մազերի համար։ Սիլիցիումի բարձր պարունակությամբ սեխը առաջատար է, հենց այս էլեմենտն է անհրաժեշտ կոլագենի արտադրության համար։ Սեխ սիրողների մաշկը դառնում է առանցքական, իսկ մազերն ու եղունգները ամուր եւ փայլուն։ Ամրապնդում է իմունիտետը։ Վիտամին C-ի եւ հակաօքսիդանտների շնորհիվ սեխը օգնում է օրգանիզմին պայքարել վիրուսների, բակտերիաների եւ բորբոքային գործընթացների դեմ։ Հաջորդը պայքար անեմիայի սակավարյունության դեմ։ Երկաթի եւ ֆոլաթթվի համադրությունը խթանում է արյունաստեղծումը, բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը եւ օգնում թույլ եւ հյուծված օրգանիզմին արագ վերականգնվել։ Այժմ անդրադառնանք սեխի վտանգներին։ Ուշադրություն, կան մարդիկ, ում համար սեխը կարող է ավարտվել վերակենդանացման բաժանմունքում։ Ահա այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում սեխը հակացուցված է կամ պահանջում է զգուշություն։ Առաջին շաքարային դիաբետ։ Սեխն ունի բարձր գլիկեմիկ ինդեքս 65-ից 75։ Դրանում առկա շաքարները վայրկենապես ներծծվում են արյան մեջ։ Դիաբետիկների մոտ սա կարող է առաջացնել գլիկեմիկ կոմա։ Դիաբետի թեթև ձևերի դեպքում վերահսկելի ձևերի դեպքում թույլատրվում է առավելագույնը 100 գրամ բժշկի թույլտվությամբ։ Հաջորդը ստամոքսի եւ սուր գաստրիտ։ Սեխի մեջ առկա օրգանական թեթուները գրգռում են ստամոքսի վերքերը։ Այն առաջացնում է սուր ցավեր, ներքին այրոց եւ նույնիսկ արյունահոսության ռիսկ։ Հաջորդը սուր պանկրեատիտն է, ենթաստամոքսային գեղձի բորբոքումը։ Սեխը մարսելու համար պահանջվում է ֆերմենտների մեծ ծավալ։ Սովորաբար բորբոքված գեղձը չի դիմանում այդ անաբեռնվածության, ինչը կարող է բերել հիվանդության սուր նոպայի։ Հաջորդը լեղաքարային հիվանդություն։ Քանի որ սեխն ունի լեղամուղ հատկություն, այն կարող է շարժել լեղապարկի քարերը։ Եթե քարը փակի լեղածորանա, ապա հետևանքները հաճելի չեն լինի։ Կերակրող մայրեր։ Եթե մայրիկը սեխ է ուտում, դրա բաղադրիչները կաթի միջոցով անցնում են երեխային։ Նորածնի թույլ մարսողական համակարգը չի կարողանում հաղթահարել այն, ինչը կարող է բերել սուր կոլիկների եւ կանաչ լուծի։ Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար այսքանը, եթե տեսանյութը օգտակար էր, հավանեք այն դնելով լայք։ Մեկնաբանություններում գրեք, արդյոք սեխը ճիշտ եք ուտում, թե անում եք այս սխալները։ Սիրում եք սեխ, թե ոչ։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ հետաքրքիր տեսանյութերը։ Կիսվեք նաև այս տեսանյութով ձեր սեխ սիրող ընկերների հետ, որպեսզի նրանք նույնպես խուսափեն այս վտանգավոր սխալներից։ Առողջ մնացեք, մինչ նոր հանդիպում։